Փաստորեն պարոն Կարապետյանը լավագույն գործարք է համարում պարտքույկի դիմացը, երբ որ Հայաստանի կարևորագույն ենթակառուցվածքները կոպեկների դիմաց վաճառեց Ռոբերտ Քոչարյանը եւ իր իշխանությունները, հետո խոսքի ազատություն ասելով երևի նկատի ունի, որ Պրիվետ-Ռոբի համար Սերժ Սարգսյանի օրոք որևէ մեկին չեն սպանել, բայց Սերժ Սարգսյանի օրոք ես պատիվ եւ առիթ եմ ունեցել օրինակ լինել դիտորդական առաքելության անդամ ընտրությունների եւ շատ լավ հիշում եմ ինչպես էին ծեծում լրագրողներին եւ որ նրանք փորձում էին նկարահանել որևէ այսպես ասած ընտրակեղծարարություն եւ ի դեպ Սիսա Գաբրիելյան մեր падգամավորի դեպքն եմ շատ լավ հիշում հարակվեի ժամանակ էր երբ որ բռունցքներով հարձակվել էին իսկ մեր օրոք շատ լավ է որ նկատում է համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը բայց այդտեղ հարց է առաջանում արդյոք իր հայրը ներգրաված է եղել այսպես ասած համակարգային կոռուպցիայի մեջ թե ուղղակի աչք է փակել այսպեսով ցուցադրելով ուրեմն անպատասխանատու վարք